առաջել է ես հարցը տվել, կուզենայի հասկանալ տեխնիկա։ Վլադիմիր Պուտինին եւ այստեղի ելույթը փաստորեն բանակցությունները այլևս փակուղում էին եւ պատերազմը անխուսափելի։ Նոր ընդդիմադիր երկու ֆրակցիաների падգամավորները ասում են, որ բազմաթիվ դեպքեր են ունեցել, երբ որ բանակցությունները եղել են փակուղում, բայց պատերազմ չի եղել։ Այսինքն կարողացել ենք այնպես բանակցել, որ պատերազմի չհասնի։ Ես իհարկե զարմանում եմ ֆանտազիայով մեր ընդդիմադիր գործընկերների ամեն բերված փաստին նոր ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել, նախ որ փակուղում էին բանակցային գործընթացը փակուղում էր, դա ապացուցելու համար ընդհանրապես կարիք չկար բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Սերժ Սարգսյանն էր 2018 թվականի ապրիլի 17-ին այս դահլիճում վարչապետ ընտրվելուց պատասխանելով հանրապետական խմբակցության պատգամավորի հարցին ասել, որ բանակցային գործընթացը կանգնած է եւ որ հույս չի ներշնչում։ Հետո էլ ասում էր, որ ըստ էության հույս չպիտի ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել հարցը։ Հաջորդը ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Իմ մի կներեք էլի, բայց որ խնդրեմ կասեք գռի։ Ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Երկու պատճառով, բայց գլխավորապես մեկ պատճառով։ Պատճառ համար 1։ 1998 թվականի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեի հարաբերակցությունը 1.1 էր։ Այսինքն գրեթե ամբողջությամբ հավասար։ 2008 թվականին օրինակ, երբ որ Ռոբերտ Քոչյանը ավարտում էր իր նախագահության շրջանը, արդեն այդ հարաբերակցությունը 1.5 էր, այսինքն արդեն Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեին գերազանցում էր առավել քան 5 անգամ։ Աղբյուրը Civilnet կարող է ցանկացածը ստուգել։ Civilnet-ն էլ իր հերթին այլ աղբյուրների հղում է անում։ Սերժ Սարգսյանի օրոք էլ ավելի է մի շրջան բարձրացել հարաբերակցությունը եւ մենք ժառանգել ենք շատ բարձր տարբերություն ռազմական բյուջեների, որը մեր օրոքի իդեպ քչացել, այսինքն տարբերությունը։ Եվ մյուս կողմից այս ամբողջ շրջանում տեղի ունեցել ինչ աճել է Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեի թիվը, ենթադրում եմ նաև Սերժ Սարգսյանի օրինակ Փեսայի ընտանեկան բյուջեն է ակնհայտ ակտիվ տեմպերով մեծ աճ գրանցել եւ սրան զուգահեռ բանակցային փաթեթում տեղի են ունեցել նախ ի սկզբանե բանակցային փաթեթը ինչի մասին է եղել, ինչպես 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին եւ ինչ անել Լեռնային Ղարաբաղի հետ, ընդ որում Լեռնային Ղարաբաղի հետ բոլոր բանակցային փաստաթղթերում պարզ չէր թե ինչ է լինելու, իսկ ինչ է լինել, եթե պարզ չի ինչ է լինելու, պետք է իմանաս ինչ է այդ պահին, իսկ այդ պահին բոլորը ճանաչում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մի վարքյան ավարտեմ, հեսա դետալներով էլ կանրադառնամ։ Եվ այսինքն մի կողմից մենք ունենք ռազմական բյուջեի հարաբերակցության փոփոխություն ի օգուտ Ադրբեջանի, մյուս կողմից ունենք Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ իրենց մերձավորների ընտանիքների ընտանեկան բյուջեների աճ, մյուս կողմից ունենք բանակցային փաստաթղթերի շարունակական վատթարացում հայկական կողմի համար եւ մյուս կողմից ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանը նույնիսկ այդ վատթարացող փաստաթղթերին չի ասում այո, որովհետեւ ինքը, ներողություն ես կպատասխանեմ, որովհետեւ ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում է ավելի լավը Ադրբեջանի համար։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ վերջին փաստաթուղթը, որին կողմերից որևէ մեկը ասել է այո, եղել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որին Հայաստանը իդեմ Սերժ Սարգսյանը ասել է այո, Ադրբեջանը իդեմ Իլհամ Ալիևի ասել է ոչ։ Դրանից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, ես հարցի եմ պատասխանում, չի եղել որևէ փաստաթուղթ, որին հայկական կողմը ասի հակառակ ասեմ, չի եղել փաստաթուղթ, որին Ադրբեջանը ասի այո եւ Հայաստանը ասի ոչ։ Հիմա խնդրում եմ հերթով։ Փաստաթուղթը երեքվանից հրապարակվել է եւ հիմա գլխավոր հարցը, որ հնչեցվում է փաստաթղթի հրապարակումից հետո ընդդիմադիր տարբեր պաշտոնյա շրջանակների կողմից, հետեւյալն է, թե ինչ է հայկական կողմը պաշտոնապես պատասխանել 2019 թվականի առաջարկներին։ Կարող եք ասել ինչ է Հայաստանը պատասխանել 2019-ի ներկայացված առաջարկներին։ Եվ ինչու չի հրապարակվել պատասխանը։ Նախ տարօրինակ է, որ իրենք այդ հարցը տալիս են միայն 2019-ի փաստաթղթի վերաբերյալ եւ չեն տալիս
16-ի, 15-ի, չգիտեմ, 11-ի եւ հաջորդը, Ժորժան, եկեք մի բան պայմանավորենք։ Խնդրում եմ երկու բան պայմանավորենք։ Բան համար 1, դուք խնդրում եմ, երբ որ ես պատասխանում եմ հարցերին, կողքից մի խոսեք, որտեղ խանգարում եք եւ շեղում եք ինձ։ Եվ բան համար 2, դուք տալիս եք ինձ հարցեր, ես պատասխանում եմ։ Խնդրում եմ, սպասեք հարցս, հարցի պատասխանը ավարտեմ, կարողա ձեր շատ արժեքավոր կոմենտի եւ մեկնաբանության կարիքը չլինի ուղղակի վերջ։ Նորից սկսեք ընդհատվեց 19 թվականը ինչու չէի հրապարակել եւ ինչ է պատասխանել Հայաստանը Կրկին հատուկ ազատության համար կրկնեմ նախ շատ տարօրինակ է որ այդ հարցը տվողները չեն հարցնում բայ 2016-ի պատասխանը ինչ չեք հրապարակել 2011-ին է մյուսը հաջորդը 2019-ի փաստաթուղթը ինչ է իդեպ նոր վարչապետ Փաշինյանն էլ ասաց 2019 թվականի փաստաթուղթը 2016 թվականի դրությամբ կամ եթե այլ կերպ մեկնաբանենք 2018 կարելի է այդպես էլ մեկնաբանել փաստաթղթերի սեղմագիրն է այն նոր առաջարկ չէ հաջորդը Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել որովհետև Հայաստանը տեսել է այսքան սեղմագիրը 2018 թվականի իրավիճակի եւ գնահատման փուլում է եղել լսեցիք վարչապետ Փաշինյանն էլ ասաց ի պատասխան դրա խոսքը գրավորի մասին չի այսինքն համանախագահների հետ հանդիպման ընթացքում ինքը հարցեր Ափշոքսյանը նշանակում է որ Լեռնային Ղարաբաղը կարող է չլինել Ադրբեջանի կազմում հնչել է պատասխան որ եթե Ադրբեջանը ուզի եթե իմի բերեմ եւ կարճ պատասխանեմ 2019-ի փաստաթուղթը, որը ինքնին ոչ թե անկախ փաստաթուղթ է, այլ 2016 թվականի եւ ընդհանրապես ինչ եմ ասում 2016, որտեղ որ կարդաք տեսնեք, որ շատ քիչ է տարբերվում 2016 թվականի օգոստոսի փաստաթղթից։ Բայց այսպես ասենք 2018 թվականի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է եղել, այսինքն այն ինչ կար այդ պահի դրությամբ։ Եվ մենք դրա գնահատման փուլում ենք եղել։ Հետևաբար ես հիմա ձեզ ուղիղ հերքում եմ այն պնդումը ընդդիմության կողմից հնչեցվող, թե իբր եղել է 2019 թվականին որևէ ինչ-որ նոր առաջարկ եւ առավել եւս, որ մենք այդ որևէ նոր առաջարկին ասել ենք ոչ։ Պարոն Ռուբինյան, տեսեք, հիմա դուք ասում եք, որ ըստ էության նախկին նախագահների Հիմա մի վարքան, հիմա սկսելա թող ավարտի հետ։ Նախկին նախագահների բանակցած փաստաթղթերը պատն էին, անորոշ էին, հա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չուներ ըստ էության կարգավիճակ անորոշ չէր։ Բայց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը սկսում է զորոյական կետից։ Ինչի հարգեցրեց այս զորոյական կետը։ Ախր բայց ես նոր հիմա ձեզ ինչի մասին էի ասում եմ Սերժ Սարգսյանն է, ներողություն։ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը այն էր, ինչ 2019 թվականի փաստաթղթում կար։ Մի վարքան, դե լավ, հիմա ինչ ավարտեք ես կավարտեմ։ Ավարտում եմ։ Ավարտեցիք։ Դուք ասում եք, որ Դուք հիմա չեք ավարտում, դուք կրկնում եք ձեր նախորդ ասածը։ Ավարտեցիք հիմա։ Դուք որտեղ շեղում եք իմ հարցը եւ ուզում եք պատասխանել։ Իսկ կարողա դուք շեղում եք իմ պատասխանը։ Դուք ուղիղ ասեք, Նիկոլ Փաշինյանը երբ որ զորոյական կետից է Խնդրում եմ ավարտեք ինչ նկատի ուներ։ Ինչ ժառանգություն, եթե զորոյական կետից է։ Ավարտեցիք։ Հա։ 2019-ի փաստաթուղթը, որը ինչպես նոր ֆիքսեցինք, նոր առաջարկ չէր եւ 2018 թվականի դրությամբ, այսինքն Սերժ Սարգսյանի թողած ժառանգություններ գնահատման փուլում է եղել Հայաստանը։ Եթե ձեր հարցի հենթատեքստը, իսկ ձեր հարցի հենթատեքստը հետեւյալն է, որ ընդդիմությունը ասում է, չէ, որ Փաշինյանը եկավ, ամեն ինչ թողեց մի կողմ, մերժեց այդ պահին սեղանին արկա փաստաթուղթը եւ ինչ որ նոր բաներ ասեց։ Ես հիմա ապացուցում եմ, որ այդպես չի, որտեղ 2000 Դա Նիկոլ Փաշինյանն է ասել, ես ասում եմ զորոյական կետից։ Ինչ ընդդիմություն, ով ընդդիմության անունը տվեց։ Ես էլ ձեզ ասում եմ, որ 2019 թվականի փաստաթուղթը, որը Սերժ Սարգսյանի ժառանգությունն էր, մի բան էր, որը սեղմագիրն էր Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ։ Այդ փաստաթուղթը հայկական կողմը չի մերժել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը զորոյական կետից է սկսել, թե ոչ։ Զորական կետը 2019 թվականի սեղմագիրն է, որը նույնինքը, որը նույնինքը ախր հենց նոր վարչապետ Փաշինյանը ձեզ ասեց զորական կետը որն է եղել։ Ասում է ես եմ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներին ասեք, հիմա կտակ մի հատ հասկանանք վերջին դրությամբ իրավիճակը զորական կետը որն է։
Եվ իրանք տվել են 2019 թվականին սեղմագիրը։ Պատասխանեցի ձեր հարցին։ Այդտեղ սեփական բառ հետեւաբար անիմաստ է։ Դե դուք եք զրոյական կետից հարցնում։ Խնդրեմ։ Երեկվանից արդեն ընդդիմադիրները եւ մասնավորապես ՀԿ փոխնախագահից պատասխանում է, ասում է կհերձեմ։ Ով է պատասխանում։ Արմեն Աշոտյանը։ Ասում է նախ ձեզ կհերձեմ, հետո լայվ մտավ, հավանաբար հերձեց, հետո ասում է Նիկոլ Ինչ, մարմնի որ մասն էր ուզում հերձեր։ Հետո ասում է, որ Պուտին Սարգսյան այդ նամակը կախեք ձեր վզից եւ հասկացեք, թե ոնց են պետությունը եւ պետական շահը պաշտպանում։ Լավ, ո՞րն է ձեր հարցը։ Իմ հարցը հետեւյալն է, եթե այդքան դուք նշում եք, որ պատն էին նախորդ փաստաթղթերով հանձնում էին ամեն ինչ, ո՞նց ստացվեց, որ պետական շահ էին մարդիկ։ Լավ հարց եք տալիս, իրոք լավ հարց եք տալիս։ Հիմա խնդրում եմ, այն հիշում եք, չէ, երկու բաները ինչի մասին պայմանավորվել ենք։ Մեկը դուք, անձամբ դուք չեք խոսում, երբ որ հարցերին պատասխանում, մյուսը դուք բոլորը ձեր շատ արժեքավոր մեկնաբանությունները դեռ չեք ասում, մինչև ես հարցի պատասխանը չավարտեցի։ Հաջորդը դուք սկսենք մի քիչ հումորային հատվածից շարունակենք լրջով։ Դուք ասացիք, որ պարոն Աշոտյանը ուզում է հերձել մեզ։ Նախ խնդրում եմ կրկին ճշտել մարմնի որ մասն է ուզում հերձել, եւ երկրորդը գուցե օրինակ ուզում է մեր մազերը հերձելով կտրել, քանի որ ինքը սուբլիմացնում է իր մազերի բացակայությունը, չգիտեմ։ Հաջորդը շատ տարօրինակ է, չէ՞, օրինակ, եթե Արտուր Հովհաննիսյանը մեր պատգամավոր տես բան ասած լիներ, ես վստահ եմ դուք բոլորով գալու եք ասեիք կարաուլ, դուք փաստորեն ուզում եք բժշկական բանով դանակով հերձել մարդկանց, հա, ուզում եք այդպես հերձել ասելով դուք նկատի ունեք, որ ուզում եք կտրել Էդգար Ղազարյանի ականջը, չեք ասեիք, չէ՞ տես բաներ, բայց հիմա դուք չեք ասում։ Դուք շատ հանգիստ, շատ հանգիստ բան, ինձ հիմա փոխանցում եք պարոն Աշոտյանի խոսքերը ու ձեր մոտ ընդհանրապես խնդիր չի առաջանում, սա էթիկայի խախտում է, սա բռնության իսկ կարող է Արտուր Հովհաննիսյանն էլ քաղաքականապես ուզում էր կտրել մարդամեկի ականջը։ Դրա համար խնդրում եմ սպառնում եք, ասում է այո, սպառնում։ Լավ էլի։ Դրա համար խնդրում եմ լինել հետևողական, չէ, դա կներեք, այսինքն երբ որ հերթը գալիս է, ձեզ դուք ասում եք բովանդակային, բայց երբ որ քաղաքացիական պայմանագրից մեկը ֆիգուրատիվ լեզու է օգտագործում, ասում ականջները կկտրեմ, դա արդեն բան է, ցեղասպանությանը հավասար բան է։ Սա ֆիքսեցինք։ Չէ, որովհետև հերձելու դեպքում կտրում ես մի բան, ականջ կտրելու դեպքում էլի հերձում ես մի բան, բայց այդտեղ կոնկրետացված է։ Հաջորդը։ Հիմա ներողություն, ախր պայմանավորվել ենք, չէ՞։ Պայմանավորվել ենք, չէ՞։ Հիմա հաջորդը։ Հիմա արդեն գամ բովանդակային դաշտը։ Տեսեք, դուք մեջբերեցիք Աշոտյանին, բայց ես տեսա նաև Շարմազանովի հայտարարությունը մոտարապես նույն գծի մեջ, որ տեսեք փաստորեն Սերժ Սարգսյանը ինչ հայրենասեր էր, որ հայկական կողմի կարմիր գծերն էր նշում Լավրովի պլանի վերաբերյալ։ Որովհետև հիշում եք Սերժ Սարգսյանի նամակի մեջ ինքը ասում է Լավրովի առաջարկները, թե ինչ, այդ բառը չեմ հիշում, բայց Լավրովի պլանն է կատարում։ Նախ ֆիքսենք էլի Սերժ Սարգսյանը ինչի մասին է գրում այդ նամակը, ու ինչ է գրում։ Սերժ Սարգսյանը այդ նամակը մեջ չկա ժամկետ էլի, գրել է 2016 թվականի օգոստոսին։ Եթե տեսել եք հրապարակված փաթեթում, ինչ է հրապարակված է, այդ թվում 2016 թվականի առաջարկները, բայց եթե ուշադիր եք եղել, այնտեղ մի առաջարկ չի, կա 2016-ի հունվարի առաջարկ, այսինքն հունվարի տարբերակ, հունիսի տարբերակ, օգոստոսի տարբերակ։ Հիմա Սերժ Սարգսյանը այդ նամակով ամենայն հավանականությամբ պատասխանում է 2016-ի օգոստոսի տարբերակին։ Ինչ է ինքը ասում։ Ինքը, եւ ձեզ ուզում եմ հիշեցնել, 2016 թվականի օգոստոսի տարբերակը գրեթե ոչնչով չի տարբերվում 2019 թվականին ներկայացված սեղմագրից։ Այսինքն մինիմալ տարբերություն։ Ինչ է ասում Սերժ Սարգսյանը։ Ինքը ասում է, որ սա լավ տարբերակ չի։ Ասում է, սա լավ տարբերակ չի։ Ինչի՞, որովհետեւ ինքը ասում է, այս տարբերակով հայկական կողմը անում է իրական ռեալ հողի վրա զիջումներ, զիջում է տարածքներ, Ադրբեջանը չի անում որևէ իրական զիջում։ Ասում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը թողում է լիակատար լղոզված։ Ասում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցը թողնում են դուրս գանք, Ադրբեջանը չի պահելու որևէ պայմանավորվածություն եւ հաջորդ փուլով մյուս տարածքների վերադարձա ուզելու։ Ամենավերջում ինչ ասում, ասում է, եթե ուզում ենք Լավրովի տարբերակ աշխատի, պետք է, որպեսզի Ադրբեջանը համաձայնվի հետեւյալներին։ Այդ հետեւյալները որոնք են։ Ասում է, համաձայնվի,
որ հստակ պիտի ֆիքսվի, որ Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնում են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո։ Սա ինչ է նշանակում, որ այն պնդումները, որ իրանք անում են, տեսա երեք Լևոն Զոհրաբյանները պնդում անում, թե իբր 2015-ի փաստաթղթով Քելբաջարը եւ Լաչինը մնում էին հայկական կողմի վերահսկողության ներքո։ Սերժ Սարգսյանը 2016-ի նամակով ապացուցում է, որ այդպես չի, որտեղ ինքը ասում է պարտադիր է, որ ֆիքսվի հստակ, որ մնում է։ Ինչի է Սերժ Սարգսյանը դա ասում, որտեղ եթե ուշադրություն եք դարձել փաստաթղթերին, այդ փաստաթղթերից ուղիղ չի բխում, որ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները հանած միջանցքը իհարկե մնում են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո։ Այդտեղից ընդհանրապես այդպիսի բան չի բխում ու եթե ուշադիր եք եղել 2018 թվականի Կրակովի փաստաթղթում գրած է, որ Քելբաջարի շրջանը մնում է ԵԱՀԿ-ի անցումային մոնիտորինգի ներքո։ Անցումային գիտեք ինչ է նշանակում։ Երբ որ կա մի բան, կա անցումային շրջան ու այդ մի բանը փոխակերպվում է այլ բան։ Բարձր չէ։ Այսինքն անցում հայկական վերահսկողությունից անցում այլ բանի։ 2019-ի սեղմագրում էլ կա, որ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները մնում են ԵԱՀԿ-ի մոնիտորինգի ներքո։ Հաջորդը Սերժ Սարգսյանը 2016 թվականի էլի նամակում ասում է, որ անհրաժեշտ է ֆիքսել, որ այն շրջանները, որից հայկական կողմը դուրս է գալիս, պետք է լինեն դեմիլիտարիզացված։ Էլի ինչի ասա կարևոր, էլի տեսապնդում էր էլի նույն Լևոն Զուրաբյանը երեք, որ 2019-ի առաջարկով ենթադրվում էր, որ այն շրջանները, որից հայկական կողմը դուրս էր գալու, լինելու է դեմիլիտարիզացված։ Նրան հերքում է Սերժ Սարգսյանը 2016 թվականի Պուտինին ուղղված նամակով։ Ինչու է դա անում, որովհետև կրկին, եթե կարդակ այդ տարբերակները, այդտեղից ուղիղ չի բխում, որ այդ տարածքները լինելու են դեմիլիտարիզացված, որովհետև այնտեղ ինչ ասում է, կողմերը կառաջարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությանը, որպեսզի վերջինս դիմի ՄԱԿ անվտանգության խորհրդին, որպեսզի ապահովի այդ շրջանների դեմիլիտարիզացիան։ Համաձայն եք, որ դա ամենևին 100%-անոց պայմանավորվածություն չի դեմիլիտարիզացիայի մասին։ Եվ մի վարքյան էլի, մի վարքյան։ Հիմա բայց ես ամեն ինչ ես ինչի նկարագրեցի։ Որովհետև իրականում Աշոտյանն ու Շարմազանովը ինչ են ասում։ Ասում են, որ այդ տարբերակը վատն էր։ Սերժ Սարգսյանը դրան չի համաձայնվել, դրա համար, տեսեք ինչ հերոս է, բայց չեք տեսնում, որ ակնհայտ տրամաբանական խզում կա, որովհետև այդ նույն մարդիկ մեզ ասում են, այ դավաճաններ, ինչի 2019-ի հանճարեղ տարբերակը չեք ընդունել։ Դե հիմա ես հետ եմ ֆրցնում ու իրանց եմ այդ հարցը տալիս։ Այդ դեպքում, այդ տրամաբանությամբ արդեն ֆիքսեցինք եւ ապացուցված է, որ 2019-ը նույն 2016-ն է, բայց այդ դեպքում, այ սիրելիներ, ես չեմ ասում դավաճաններ, այ սիրելիներ ըստ ԿՊ էթիկայի կանոնագրքի։ Բայց այդ դեպքում եթե այդքան լավ տարբերակ էր, ինչի դուք 2016-ին չեք ընդունել, եւ բ, եթե այդքան վատ տարբերակներ, ինչի հիմա եք պնդում, ինչի եք մեզ ասում, ինչի չեք ընդունել դա։ Հասկացաք դրա անվանությունը։ Հիմա խնդրում եմ հերթով։ Որպես դրա շարունակություն, ես չեմ վիճարկում, որտեղ փաստեր անհնար է վիճարկել։ Ես չեմ վիճարկում, որ դա սեղմագիր է, որ նախապատմություն ունի, որովհետև որևէ բանակցություն 0-ից հնարավոր չի սկսել, դա երկար տարիների պատմություն է, բայց ես ուրիշ բան եմ հարցնում, եթե այդպես է, դուք ձեր օրոք ա եղել եւ Արցախի անձումը եւ պատերազմը, դուք արդյոք քավության նոխազ եք դարձել, թե ձեռնհաշ չէիք ամենահարմար ձևով հարցեր ուծելու։ Տեսեք, 2018 թվականին մենք եկանք իշխանության Թավշյա հեղափոխության շնորհիվ եւ միջոցով։ Եթե դուք նկատել եք, Սերժ Սարգսյան եւ Հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից սկսած սկսել են մեզ մեղադրել, որ մենք եկել ենք իշխանության, որպեսզի Ղարաբաղը հանձնենք։ Հետադարձ հայացքով որ նայում ես,
տեղի ունեցել հետևյալը։ Նախ Սերժ Սարգսյանը իհարկե պիտի գնար Թավշյա փոխությամբ, ինքը ձև չուներ, որովհետև ժողովուրդը իր խոսքն ասել էր։ Բայց ես ենթադրում եմ, որ իր հրաժարականի հաջորդ օրվանից իսկ ինքը իր մտքում ծնել է նոր հանճարեղ պլան, քանի որ իր կյանքը կտրուկ փոխվել էր, ինքը չգիտեր ինչ աներ, եւ ենթադրում եմ, որ իմանալով, որ ինքը բանակցային գործընթացը եւ ոչ միայն բանակցային գործընթացը, կրկնում եմ, հիշեք էլի, ռազմական բալանսի մեծացում Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ընտանիքների ընտանեկան բյուջեների մեծացում մեր մյուս բոլոր քաղաքացիներից նկատմամբ, այսինքն համամասնությունը Հայաստան Ադրբեջան-Հայաստան ռազմական բյուջեներ եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքներ ընդդեմ Հայաստանի բնակչության։ Այս երկու process-ները իրար հետ գնացել են։ Եվ 2018 թվականի դրությամբ ինքը տեսնում էր, որ բերել է փակուղի, ինքն է հայտարարել այս դահլիճում, ազգային ժողովում ասել է փակուղումը։ Տեսել է, որ բանակցային գործընթացը փակուղիում է, տեսել է, որ ռազմական բալանսը խախտված է, ինչը իդեպ ինքը գրում է Վլադիմիր Պուտինին իր նամակի մեջ։ Ինքը մտածել է, շատ լավ, օքեյ, լավ, ինձ հանեցին իշխանություններից, իշխանազավթ ժողովուրդը իմ աստվածատուր իշխանությունը խլեց իմ ձեռքից, ժողովուրդը ասելով նկատի ունեմ Հայաստանի ժողովրդին, ոչ թե մեզ։ Ես շատ լավ կսպասեմ, ակնհայտ է, որ պատերազմն անխուսափելի է, եւ սրանց հետո կասենք դավաճան, թուրք, թրքաբարո, հողատու դավաճան, եւ հետ կգանք իշխանություն։ Տեղի ունեցել հետևյալը, Հայաստանի ժողովուրդը ի հեճուկս իրանց իմաստուն ժողովուրդը, հայ ժողովուրդը ժեղ չի, դեբիլ չի, հիմար չի, հայ ժողովուրդը աշխարհի ամենաիմաստուն ժողովուրդներից մեկն է, եւ հայ ժողովուրդը տեսել է, թե ինչ է ունեցել։ Մենք ինչ ենք արել, մենք փորձել ենք այս անալոգիան բազմից բերվել, հա, երբ որ մենք նստել ենք մի մեքենա, որը գլորվում է դեպի անդունդը։ Մենք փորձել ենք այնպես անել, որ չգլորվենք դեպի անդունդը։ Այդքան բան։ Եվ մի կարևոր հանգամանք էլ ասեմ, էլի։ Մի հատ շատ կարևոր փաստարկ կա, որը էլի մեր ընդդիմադիր գործընկերները չեն խոսում դրա մասին։ Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը 2016 թվականին ընդուներ սեղանին արկա փաստաթուղթը, կամ նույնիսկ եթե մենք այդ նույն փաստաթուղթը ընդունեինք 2019 թվականին։ Ինչ է ստացվում, ինչ է բխում Սերժ Սարգսյանի նամակից, որ արդյունքում հայկական կողմը ադրբեջանիներ վերադարձնելու 5 շրջանները, հայկական կողմը դուրս էր գալու Քելբաջարի եւ Լաչինի շրջաններից չհաշված միջանցքը, Լեռնային Ղարաբաղի, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններով տեղակայվելու են սահմանապահները, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ չէր լինելու, ապագայի հանրաքվեի հարցել անհստակ էր լինելու։ Իդեպ լավ, միտքս ավարտեմ, շարունակեմ։ Խնդրում եմ ինձ ասեք, ռազմավարական տեսանկյունից ինչով էր դա տարբերվելու 2020 թվականի նոյեմբերի, ասում եմ ռազմավարական տեսանկյունից։ Ու առանց զոհերի, մի վայրկյան, չեք լսում ինձ։ Ասում եմ, 2020 թվականի նոյեմբերից 9-ից հետո կար Լեռնային Ղարաբաղի որոշակի տարածք, որի շուրջ տեղակայված էին խաղաղապահներ, ճիշտ է։ Մի հատ լսեք էլի, դե թողեք։ Բայց մեկը եղավ 2023 թվականի սեպտեմբերը եւ մեկը Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ մեկը հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը։ Մի վարքան, թողեք, կլինի մինչեւ վերջ ես ասեմ։ Չէ, որովհետեւ sense թեմաները ի հեճուկս ձեր սիրած ֆորմատի հնարավոր չի անընդհատ դանդաղ կներեք, կարճ ասել, պետք է երկար ասեմ, որ համապարփակ լինի, լուրջ թեմաների մասն ենք խոսում։ Եվ հետևաբար, այն ինչ որ նկարագրում է 2016 եւ 19-ի փաստաթուղթը, ըստ էության, իր էությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բայց մեկը դա չի բերել նրան, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական, հասկանում եք։ Մի վայրկյան ավարտում եմ, ես ձեր հարցերին էլ կպատասխանեմ, մինչեւ դուք կտաք այդ հարցերը։ Հաջորդը դուք ասեցիք, չէ լինի առանց զոհերի։ Դա էլ է սխալ պնդում, որովհետեւ կրկին եթե տեղեր ունենալու ապագայում պատերազմ, ավելի վատ մեկնարկային պայմաններով, էլի այդ զոհերը լինելու էին։ Բայց դա ենթադրություն է, եթե ապագայում կարող է լինել էլի պատերազմ։ Բայց մենք տեսանք, չէ՞ որ 2023 թվականին տեղի ունեցավ ռազմական իրադարձություն։ Մի վայրկյան, հաջորդը դուք ասում եք, բայց ինչ խաղապահներ են տեղակայվելու, ակնարկելով, որ կարող է դեպքում ոչ թե ռուսական խաղապահներ տեղակայվեն, այլ միջազգային։
Իսկ որտեղից եք վստահ որ այդ դեպքում է ռուսական խաղապահներ չէին տեղակայվելու, եթե խոսքը ռուսական պլանի մասին է։ Չէ, ասում եթե խոսքը ռուսական պլանի մասին է։ Էլ չեմ ասում, որ ըստ գաղտնազերծված փաստաթղթերի 90-ականների, եթե չեմ սխալվում, հենց Ազատությունն էր գրել դրա մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը դիվանագետների հետ շփումներում ասում է, որ ինքը ուզում է, որ ռուսական խաղապահներ լինեն միայն Լեռնային Ղարաբաղում։ Եվ ամենակարևորը կարգավիճակի վերաբերյալ մի նյուանս էլ բաց թողեցի, ես խնդրում եմ էլի ուշադիր եղեք այս նյուանսներին։ Երբ որ մեր ընդդիմադիրները ասում են, ահա լինելու էր հանրաքվե, որի հարցը սահմանափակված չէր լինելու եւ այն ունենալու էր իրավաբանորեն պարտադիր ուժ։ Այստեղ կա 3 նյուանս։ Նյուանս համար 1. Ոչ մի տեղ, եթե խոսում ենք 2016-ի առաջարկների մասին, որը նույն ինքը 2019-ն է, գրած չի, որ հանրաքվեն լինելու է միայն Լեռնային Ղարաբաղում։ Գրած է համաժողովրդական, իսկ անգլերենում nationwide, այսինքն համապետական հանրաքվե, որը կներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը։ Ինչ է դա նշանակում։ Դա կարող է հանգիստ ինտերպրետացվել որպես հանրաքվե Ադրբեջանում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում։ Բնակչության, հա, այս կոնկրետ դեպքում իրական այդքան, հա, համաձայն եմ, բնակչության։ Հաջորդը դրա համար է Սերժ Սարգսյանը օրինակ նամակում Վլադիմիր Պուտինին ասում շատ կարևոր է, որպեսզի գրվի, որ բնակչություն ասելով հասկանում ենք 1988 թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ապրողներին, ինչը չկա ընդհանրապես։ Հաջորդը ինքը ամենակարևորը, ինքը ասում է հանրաքվեն պիտի լինի կողմերի համաձայնությամբ։ Այսինքն Ադրբեջանն ու Հայաստանը չեն համաձայնվում, երբ է լինելու հանրաքվե, վերջը հանրաքվեն երբեք տեղի չի ունենա։ Բայց իրավիճակը կմնա այդպես ինչպես։ Ընդ որում ներողություն, ընդ որում 2016-ի վերջին առաջարկով արդեն օգոստոսի նույնիսկ չկա այդ բանը, որ հարցը սահմանափակված չի լինի։ Ինչ մասին Սերժ Սարգսյանը հարցազրույցում Պարոն խոսում։ Ռուբինյան, Ռոբերտ Քոչարյանի թիմից ասում են ուր է Քիվեստի Դե վերջացնեմ հարցս, ուր են այդ բանակցությունները, ինչու չի հրապարակել Նիկոլ Փաշինյանը եւ երկրորդն էլ ասում են իրենց օրոք Արցախ ենք կորցրել, իդեպ իրենք հանձնել բառն են օգտագործում, ասում են հիմա բերել են Մեր լրագրողն էլ այդ բառը օգտագործեց։ Okay, հիմա ինչ որ է, ասում է իրենց օրոք Արցախ են կորցրել, հանձնվել, հիմա իրենք բերել են Մեղրի ինչ որ հայկական ժամանակում պատասխանված սցենար են ներկայացնում։ Հիմա Այդ պատասխանատվի իսկությունը դրել են կազմակերպական։ Նախ իդեպ շատ լավ հիշեցիք, էլի այդ հանձնել բառը, ես ենթադրում եմ, որ հանձնել բառը ասելով նկատի ունեն, երբ որ մի բան ուղղակի խոժարական հանձնվում է այլ։ Դա ասելը նշանակում է, գիտեք, չէ, մի վարքան էլի դե սպասեք, դա նշանակում է անարգել թափված արյունը։ Բառից բուն իմաստով դա նշանակում է անարգել 44 օրյա պատերազմի ժամանակ թափված արյունը, 2023 թվականի սեպտեմբերին թափված արյունը, որովհետև մի բան երբ որ հանձնում ես, դա հանձնում ես ուղղակի, չես թափում արյուն դրա համար։ Հաջորդը Քիվեստի վերաբերյալ, այդ Քիվեստի փաստաթղթի բացակայությունը կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան սիրո եռանկյունու հարցը, որովհետև այդ հարցերը արդեն մեր զուգված չեն։ Մենք 18 թվին եկել ենք իշխանության, ինչ փաստաթուղթ համանախագահների կողմից փոխանցված եղել է կառավարության ռեգիստրում, դա չկա։ Իհարկե չկա։ Ինչ կա, հրապարակել են Քիվեստի որևէ փաստաթուղթ չկա։ Հետևաբար հրապարակվել է այն փաստաթուղթը, որը 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը փոխանցել է ՀԺ-ին։ Հիմա թող իրանք իրար մեջ արդեն պարզ են։ Նախ, եթե Ռոբերտ Քոչարյանը հերքում է, ասում է հրապարակված փաստաթուղթը Մեղրին հանձնելու վերաբերյալ փոխանակելու սուտ է, դա արդեն իր ներքին ընտանեկան հարցերն են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թող գցեն բռնեն իրանցից ով է սուտ խոսում։ Մանավանդ վերջերս իրանք բան են, չէ, մեղրամիս են ապրում բոլորով իրար հետ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը։ Այդ իրանց մեղրամիսի շրջանակներում թող սենց ինչ էթիկայի խախտում չի։ Տակուկ թող իրար հետ սենց նստեն ճրակի դիմաց եւ քննարկեն ով է խափում։ Հաջորդը։ Եթե Ռոբերտ Քոչարյանը կպնդի, որ իր նախագահության տարիներին այդ փաստաթուղթը եղել է ռեգիստրում, դե մեր ու իրանց արանքում եղել է Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան։ Այդտեղ արդեն հարցերը Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև են։ Էլի թող տակուկ նստեն, բաները սավանները փռնեն իրենց ոտքերին, որ չմրցեն եւ քննարկեն Սերժ Սարգսյանը որտեղ է կորցրել Քոչարյանի այդ փաստաթուղթը։ Եվ ի վերջո, եթե Քոչարյանն է խափում ու չի եղել որևէ այլ փաստաթուղթ, այդ արդեն թող Տեր-Պետրոսյանը եւ Սարգսյանը իրենց հարցերը լուծեն Քոչարյանի հետ։ Բայց էությունը հետեւյալն է իրականում,
Ես հակված եմ հավատալ Լևոն Տեր-Պետրոսյանին այս հարցում, քավ լիցի ով եմ ես, որ առաջին նախագահի տված փաստաթուղթը կասկածի տակ դնեմ։ Եվ ըստ առաջին նախագահի տված փաստաթղթի Ռոբերտ Քոչյանը բանակցել է Հայաստանի ինքնիշխան տարածքը Ադրբեջանին հանձնելու շուրջ։ Պարոն Ռուբինյան, եթե այս թեման սպառվեց, օքեյ, հարցրու։ Հանցի իրավունք այդպես են չի դարձել։ Պայմանավորվել ենք, չէ՞ ախր։ Ճնշվում է։ Հայաստանի իշխանությունը ոչինչ չկարողանում ասում եք եւ այլ արդյունք Քիչ կպասկսան։ Բայց ես բացարձակ դա չեմ ասում։ նայումների 9-ից հետո ձեր վարած քաղաքականությունը որքանով օգնել ու կարգեցրել այս վիճակին։ Արցախ Ադրբեջանի կազմում ճանաչելը, ռուս քաղաքականին ստորագրել ու Արցախ բերելը։ Դուք որ լրատվամիջոցի։ Ահա։ Շատ լավ։ Արցախ Ադրբեջանի կազմում ճանաչելը, ռուսների ստորագրել Արցախ բերելը։ Այսինքն ձեր վարած Շատ լավ, շատ լավ։ Շատ լավ, շատ լավ։ Նախ խնդրում եմ իմ ողջույնները փոխանցեք պարոն Աբրահամյանին, Առավոտի գլխավոր խմբագրին, ես իրեն փոքրուց ճանաչում եմ, քանի որ մայրս նույնպես երկար տարիներ աշխատել է Առավոտում։ Հաջորդը խնդրում եմ պարոն Աբրահամյանին փոխանցել հետևյալ հարցը։ Տեսա այս վերջերս ինքը մի ստատուս էր գրել, գրել էր Չէ, ես ուզում եմ դուք փոխանցեք։ Ասում էր, ես չեմ ընդունում այն հոգևորականներին, որոնք ուղիղ չեն պատասխանում, այսինքն որոնք հարցերին ուղիղ իրենց դիրքորոշումը չեն հայտնում։ Ասում է, ես չեմ ընդունում, որ ուղիղ չեն ասում, նորմալ է, որ կաթողիկոսի անունը զեղչում են, թե ոչ պատարակների ժամանակ։ Ես խնդրում եմ իրեն փոխանցեք հետևյալը։ Չի կարծում արդյոք ինքը, որ այդ նույն տրամաբանությամբ ինքը սկզբից այլ հարց պետք է տա։ Չի կարծում ինքը արդյոք, որ ուղիղ պետք է մարդիկ պատասխանեն կամ ինքը անձամբ պիտի պատասխանի հետևյալ հարցին։ Նորմալ է, որ կուսակրության ուղղ տված կաթողիկոսը երեխա զավակ ունի, թե ոչ։ Մի վայրկյան։ Չէ, ես հեսա պատասխանի մասա։ Սա ուղիղ ոչ, սա ուղիղ մասա պատասխան է։ Եվ եթե պարզվի, որ նորմալ չի, որ զավակ ունի, ուրեմն շատ նորմալ է, որ անունը զեղչվում է, որովհետև ինքը այդ ակտի իսկ բերումով կարգալուծա։ Հաջորդը։ Հիմա հասկացեմ ձեր պատասխանը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ նշում եւ որևէ կախում դրված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Այսինքն նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ասում, որ ռուս խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չի։ Կամ այդ հայտարարությունը չի ասում, որ ռուս խաղաղապահ զորակազմը կանգնում է այնտեղ, քանի որ պարզ չի այն Ադրբեջանի մաս է թե ոչ։ Ասեմ ավելին, Ռուսաստանի Դաշնության նախագահը 2020 թվականի դեկտեմբերին ասել է, որ Լեռնային Ղարաբաղը եւ նրան շրջապատող 7 շրջանները եղել են եւ կան Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածք։ Հետևաբար 2022 թվականի Պրահայի հայտարարությունը նոյեմբերի 9-ի հայտարարության էության մեջ եւ առավել եւս ռուս խաղաղապահ զորակազմի ֆունկցիաների մեջ որևէ փոփոխություն չի մտցրել, զրոյական փոփոխություն է մտցրել։ Իմ ասածը հետեւյալն է, որ իրենք ընդդիմությունը, երբ որ պնդում են, որ կար այսպիսի հանճարեղ պլան, նախ հիմա ես ապացուցեցի, որ իրանք այդքան էլ չեն համարել, որ դա հանճարեղ պլան է, որովհետեւ Սերժ Սարգսյանը 2016-ի նամակում մի քանի էջով փաստարկում է, որ դա հանճարեղ պլան չի։ Դա իր կարծիքն է, ես բան չեմ ասում, բայց դա տեղի է ունեցել։ Եվ հետեւաբար երեսպաշտությունն է, որ մեզ ասում են, ինչի՞ է հանճարեղ պլանը չեք ընդունել։ Եվ հաջորդը, եթե իրենք համարում են, որ այդ պլանը հանճարեղ էր, ես ասում եմ, այդ պլանի պրակտիկան մենք տեսել ենք էմպիրիկ, այսինքն եղել է պատերազմ, այո, պատերազմից հետո ընդունվել է հայտարարություն, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղակայվել է ռուս խաղաղապահ զորակազմը, որի արդյունքում 7 շրջանները անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ որի արդյունքում միևնույն է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո ռազմական օպերացիայի արդյունքում։ Հետևանքը ձեր գործողությունների։ Դուք դե հիմա տեսնում եք, որ դուք չեք լսում ինձ։ Մի վայրկյան, դուք չեք լսում ինձ։ Դուք հարցը ուրիշ Դուք տալիս եք հարց, որը մեր քննարկած թեմայի հետ կապ չունի։ Եթե ձեր հոգում մի վայրկյան։ Դա այն քաղաքականությունն է, որը Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ ասում են ինչու չեք վարել։ Հասկանում եք։
ասում են ինչու չեք արել դա, ես էլ ասում եմ, մենք էլ ասում ենք, մենք դա պատերազմից հետո արել ենք, եղել այն արդյունքը, որը եղել է, բայց եթե ձեր հոգուն խաղաղություն կիշնի նրանից, որ ես ասեմ, որ մենք մեղավոր ենք ամեն ինչում, որ ես մեղավոր եմ ամեն ինչում, ես դա կարող եմ ասել, այո, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը սրբեր են եւ հրեշտակի պատկերներ են, որոնք իջել են երկիր եւ մենք պետք է ամեն օր Աստծուն շնորհակալ լինենք, որ նրանք իջել են երկիր եւ պիտի Կտրիժ Ներսյանը հատուկ պատարակ մատուցի եւ սրբադասի նրանց, իսկ մեղավորը մենք ենք, շնորհակալություն։